Մից արքա վճարային համակարգով կատարված անկանխիկ վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը հաստատելու մասին հարցազեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծով առաջարկում է տրամադրել 2% հետվճար Armenian Card PB-ի կողմից գործարկվող արքա վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից։ Միջոցառման իրականացման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները։ Ըստ էության, այս միջոցառման արդյունքում շահառու հանդիսացող սպառողների համար 2%-ով ավելի էժան է դառնալու մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը։ Միջոցառման շահառու է հանդիսանում ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ունեցող բանկի ֆիզիկական անձ հաճախորդը, ում անվամբ բացվել է բանկային հաշիվ, որին կցված է արքա վճարային քարտ։ Միջոցառումը իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն իրականացնում ենք պիլոտային եղանակով, հույս ունենալով հետագայում դա բարելավել։ Սույն միջոցառման կարգը և պայմանները կարճ ներկայացնեմ։ Հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2%-ի չափով։ Շահառուներին վճարվող հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց, յուրաքանչյուր մեկ գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը և շահառուներին վճարված հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60000 դրամը։ Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը Armenian Card PB-ի միջոցներից։ Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքներից. տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքների համար, ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների և գործարքների համար, արքանվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների համար և ստացված հետվերադարձի փոխհատուցման և հետգանձումների համար, ընդ որում հետվերադարձերի, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, կարճ ասած ամենօրյա ծախսերը արքա քարտերով արվում է, ինչքան արվում է 2%-ը հետ անցնում քարտին։ Այո, եւ դա արվում է հաջորդ տարվա մինչև հաջորդ ամսվա մինչև ամսի 25-ը։ Այսինքն հունվար ամսին կատարված ծախսերի դիմաց կստանա ֆիզիկական անձը մինչև փետրվարի 25-ը ամբողջ գումարը հետ կնստի 2%-ի չափով, բայց ոչ ավել քան 60000 դրամ։ Հիմա քարտը պետք է լինի միայն արքա, թե այնտեղ համատեղ քարտեր կան եւ այլն, դրանց վրա էլ չտարածվում։ Այս պահին համատեղ քարտեր չկան, այս պահին տարածվելու է արքա քարտերի վրա միայն, հետո երբ որ համատեղ քարտեր լինեն, արդեն ըստ այդմ կհայտարարենք, թե ոնց է դա աշխատելու։ Հիմա հանրապետությունում ինչքան արքա քարտ կա, պարոն Գալստյան, գիտենք, ինչքան արքա քարտ։ Վարչապետ, քիչ է, քարտերի գերակշիռ մասը դրանք տեղական բանկերի կողմից թողարկված Visa ու Mastercard-ն է, ուղղակի տեղ մի հատ ճշգրտում կա, կարգով մենք նախատեսել ենք co-badging-ը ձեր ասած։ Այսինքն իրանք Mastercard-ը հիմա արդեն առկա այդ բանակցումը co-badging-ը անելու համար, այդ առաջարկը Visa-ին էլ է արվել, այդ տիպի քարտերը եւս լինելու են հասանելի։ Հիմա իսկ քարտ ստանալու համար ինչքան ժամանակ է պետք։ Կարծում եմ կարճ, երկար բան չի լինելու։ Ինչքան օրինակ։
Կարծում եմ մի շաբաթվա ընթացքում իրանք ամենաշատն եմ ասում Հիմա որ եթե գրոհը լինի արկայի ուղղությամբ գրոհին կարողանալու է դիմոկրատիա։ Այսօրվա տրամաբանության մեջ եթե մնանք, ես է պետք է կոչանեմ գրոհել չանեն, բայց կարծում եմ որ կհասցնեն։ Իսկ վճարում նախատեսվում է արկա հանելու համար։ Եթե վճարում էլ կա ինքը մեծ չի, բայց որպես կանոն արկան ժամանակին տրվում էր անվճար։ Այնտեղ հատուկ խմբեր կա, որոնց անվճար Դուք արդեն հանել եք նոր արկա։ Ես ուզում եմ փորձով կիսվել։ Նախ առաջինը պետք չի գնալ բանկ։ Ես ինչ եմ արել։ Մտել եմ իմ հավելված եւ հավելվածում կա պատվիրել քարտ։ Պատվիրել եմ արկա քարտ, որը 3 օր հետո բերել են այնտեղ, որտեղ որ դու ուզում ես։ Այսինքն դա էլ է էական չի։ Վճարել եք դրա։ Չեմ վճարել դրա համար, տարեկան կարծես թե 1000 դրամ քարտի համար վճարման ծախս կա կամ 1500, բայց քարտի համար չեմ վճարել, ավելին ասեմ, ինքը բավականին լավ պայմաններ էր տալի մնացորդի վրա տոկոսներ եւ այլն։ Եվ ու դա տևել է կարծես թե 3 օր։ Այսինքն տնից կամ աշխատավայրից պատվիրում ես բանկի հավելմացի մեջ է դրա։ Այո, այն բանկային ծառայություններից կամ բանկից որ դու օգտվում ես, կարող ես մարդը մտնի եւ ինքը պատվիրի 3 օր հետո բերել են, ենթադրում եմ որ մեծ հոսքեր լինի, կարող է մի փոքր ձգվի, բայց ինքը հեշտ բան է, Շատ լավ, սա նաեւ լավ հնարավորություն է, որ մեր համակարգը տեղի զարգանա եւ ավելի մրցունակ դառնա։ Հա, մի րոպե, բայց ասում եք քիչ բոլոր թոշակառուների քարտերը արկա չեն։ Չէ, բոլորը չեն, այսինքն այնտեղ մենք այն 20% քեշբեքը որ տալիս ենք, այդտեղ նախապայման չի եղել արկայի համար։ Թոշակառուներ կան, որ այլ տիպի քարտեր Շատ լավ, էլի սկսում ենք համակարգը, կսկսի աշխատել, ընթացը կողմնորոշվենք։ Համեցեք բանտ։ Շնորհակալություն, նախ ես էլ եմ ուզում կիսվել պարոն Պապայանի փորձով նույն կերպ ես էլ եմ արել, 2 օրում ստացել եմ քարտը եւ նաեւ ի խրախուսանք մեր բանի այսքան էս ծրագրի եւ բայց 2 հարց ունեմ, մեկը on-line գործարքների վրա տարածվելու է թե չէ, այս հետ վճարը, այսինքն եթե ամբողջությամբ ընկնում է այդ ձեր ասացի մեջ, բայց օրինակ on-line ես առևտուր արել այդ խանութից նույն սննդամթերքի խանութից, բայց արել ես on-line եւ երկրորդը մենք ներառել ենք, չէ, հենց այս կենսաթոշակային քարտերը բանի մեջ, որոշման մեջ, որտեղ նրանք այլ տեսակի քարտեր են համարվում։ On-line-ի հետ կապված որոշակի տեսակներ իրանք երբ որ ես ասացի բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդտեղ մի երկար ցանկ կա այն ծառայությունների, որոնց վերաբերյալ չի լինելու բան, բայց օրինակ դեղատների մասը տեղից դուրս է եկած, այսինքն դեղատների մասով այդ քեշբեքը տրվելու է։ Ինչ վերաբերվում է հատուկ քարտերին, եթե արկա քարտեր են, ապա աշխատելու է։ Եվ արկա քարտերով նաև թոշակառուները, ովքեր արկա քարտ ունեն, այդ 20%-ին գումարվելու է նաև այս 2%։ Շատ լավ, կան այլ հարցեր, հարգելի գործընկերներ, չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, եւ այո, մեր կանխավարկածը ի սկզբանե էր, որ մենք հնդածս նաև փաստերի հետ առերեսվեցինք եւ ծրագիրը հիմա ձևակերպել ենք այնպես, որ արկա համակարգով գործի, հետագայում հնարավորություն կա այն համատեղ քարտերի տարբերակով էլ լինի եւ իհարկե հնարավորություն կա, որ արկա համակարգը զարգանա եւ դա էլ մեր համակարգն է նաեւ զարգանա, բայց որը կարծում եմ ենթակառուցվածքային կարևոր ներդրում է մեր երկրի համար։ Հարգելի գործընկերներ, հիմա մենք ավարտում ենք 2025 թվականի կառավարության վերջին նիստը եւ ժամը 12-ին վիճակագրության կոմիտեն հրապարակեց նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պիտի արձանագրեմ, որ ուրախությամբ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերին կազմել է 10.4% եւ արդյունքում ներողություն 2025 թվականի հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.3% է
Պետք է արձանագրեմ հետևյալը, որ իհարկե մինչև նոյեմբերի ցուցանիշների հրապարակում մենք արդեն որոշակի վստահություն ունեինք, որ տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի, համենայն դեպս այսօրվա մեր ըմբռնում այդպիսին է, չնայած գործընկերներ կան, որ ասում են, որ ավելին է լինելու, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ մենք նոյեմբերի արդյունքներով աշխատատեղերի գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք եւ 2025 թվականի նոյեմբերին ունենք 814818 գրանցված եւ աշխատավարձով ապահոված աշխատատեղ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 275465-ով, այսինքն 50%-ով աճել են աշխատատեղերը, ես ինչի եմ 2017 թվականի նոյեմբերի հետ համեմատում, որովհետև հեղափոխությանը նախորդած, այսինքն առաջի նոյեմբերի հետ եմ համեմատում, եւ կարևոր է նաեւ, որ աշխատատեղերը աճել են նաեւ 2024 թվականի նոյեմբերի համեմատ 31986-ով կամ 4%-ով։ Հետաքրքիր են նաև միջին աշխատավարձի ցուցանիշները, 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327155 դրամ, որը 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավել է 158421-ով կամ 93%-ով։ Այսինքն 2017 թվականի նոյեմբերի համեմատ չի կրկնապատկվել, բայց շատ մոտ է, 93%-ը արդեն էականորեն մոտ է, իհարկե այս ընթացքում նաև գնաճ ա եղել, հասկանալիորեն, բայց գնաճի ոչ մի ցուցանիշ չի կարող համեմատվել ինչերը։ Հա, եկամտային հարկն էլ իջել է, դա էլ է պետք արձանագրել, աշխատավարձերը աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ 16000 դրամով կամ 5.1%-ով, նաև այս կարևոր է ինչու, որովհետև հիմա նույն տարեկան գնաճը ըստ վիճակագրության կոմիտեի 3.3% է եւ այսինքն աշխատավարձը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 5%-ով, ավելի է աճել։ Իհարկե, ելի ցուցանիշներ կարելի է հիշել, պիտի ամենակարևոր ցուցանիշը թերևս այն է, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 50%-ով։ Այսինքն մենք մեր տնտեսությունը հեղափոխությունից հետո 50%-ով, սա իրական աճի մասին է խոսքը, 50%-ով իրական աճ է ունեցել եւ նաեւ այս տարվա աճի ցուցանիշները շատ կարեւոր են, մենք ըստ էության նաեւ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ենք ըստ էության վստահ ենք, որ կատարում ենք եւ սա նույնպես կարեւոր արդյունք է, իհարկե սա ընդհանուր շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիներին, բայց եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության բոլոր անդամներին, որովհետեւ եւ մեր գործադիր իշխանության, այդ թվում օրենսդիր իշխանության բոլոր հնարավոր տեղական ինքնակառավարման մարմինների, մեր գործընկերներին կատարված աշխատանքի համար, որովհետև այս թվերը այսբերգի երևացող կողմն են, իսկ այս թվերից ներքև աշխատանք է կատարվում եւ այդ աշխատանքը պետք է արժանանա գնահատանքի եւ ելի եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 130%-ով ավելացել է։ Այսինքն մենք 2025 թվականին կատարել ենք 2017 թվականի բյուջեն, պլյուս մի հատ էլ այդ նույն ամբողջ տարվա պետական բյուջեից, մի հատ էլ պլյուս դրա 30%։ Եվ սա աշխատանք է, որը կատարվել է գետնի վրա, ընդ որում այն միջավայրում եւ այն պայմաններում, ինչի միջով մենք անցել ենք, բայց դա էլ է պետք է վերջո գնահատել, որովհետեւ այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ մենք հասել ենք մի տեղ, որը պետքա գնահատվի որպես լավ եւ հեռանկարային, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք իսկապես մեր պետության
հարատևության օրակարգը, որը մենք 2018 թվականին որդեգրել ենք, հիմա արդեն ոչ միայն երազանք է կամ տեսլական, հիմա դա գործնական իրականություն է, որով մենք ամեն օր զբաղվում ենք եւ պետք է շարունակենք զբաղվել։ Հաջորդ արձանագրումը այս ամեն ինչից զատ հետեւյալն է. մեր տնտեսությունը 50% փոխված տնտեսությունը ըստ էության նշանակում է ամբողջովին եւ բոլորովին նոր տնտեսություն։ Բոլորովին նոր տնտեսությանը պետքա բոլորովին նոր մոտեցում եւ այս ամեն ինչը նաեւ հետեւյալն է նշանակում։ Երբ որ ասում ենք, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի եկամուտը մի հատ էլ պլյուս այդպիսի բյուջե է պլյուս 30%, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը կրկնակիից 30% ավել աշխատում է։ Ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Լավ, թող կրկնակիից 30% ավել չլինի, թող ինչ որ մի ուրիշ տոկոս ավել, բայց էականորեն ավել աշխատում, որովհետև եթե մենք նայենք օրինակ նույն քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, մեր ԿԳՄՍ-ն բոլոր նախարարությունները, նայենք 2017 թվին քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացրել, այսօր քանի միլիարդ դրամի նախագիծ են իրականացնում, որտեղ այդ նախագծի իրականացումը ինքնին արդեն աշխատանք է։ Այսինքն մի շիշ այստեղից այստեղ դնելը դա միավոր աշխատանք է։ 10 շիշ այստեղից այստեղ դնելը դա արդեն 10 միավոր աշխատանք է եւ հետեւաբար շատ կարեւոր է, որ մենք կայացրել ենք նաեւ որոշում պետական կառավարման համակարգում աշխատավարձների եւ վարձատրությունների համակարգի բարեփոխումների մի շատ կարևոր պիլոտային ծրագիր ենք սկսել եւ մենք այս ընդամենը պիլոտայինն է հաջորդ մենք 1, 2, 3 կիսամյակ երևի կամ 2 կիսամյակ մի հատ կհասկանանք ինչն է լավ, ինչն է վատ եւ դա արդեն կդարձնենք ինստիտուցիոնալ համակարգ, որին կհաջորդի քաղաքացիական ծառայության համակարգի ամբողջական եւ ելի մանրամասն բարեփոխումը, հաջորդիվ մենք պետքա շարունակական իհարկե պետական գնումների համակարգին անդրադառնանք, որովհետեւ իմ ընկալմամբ սա ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ տիեզերանավի օրինակն եմ բերում, որ երբ որ մի բարձրության ես գալիս, այն հրթիռները, որոնք հասցրել են այդ բարձրության, որ ինձ մեջ արդեն վառելիքը սպառվում, այդ հրթիռները անջատվում են եւ երկրորդ շարժիչն է միանում, երկրորդ աստիճանի շարժիչն է միանում, հիմա ես պատասխանատու եւ վստահ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է այն բարձրության վրա, որ երկրորդ շարժիչը միանալու ժամանակն է, սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը թե աշխատանքի գրավչության, թե աշխատանքի որակի, թե մասնագիտական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների շարունակական զարգացման առումով պետք է լիարժեք համապատասխանի այս տրամաբանությանը եւ մենք իսկապես այս կետը հասունացել է, տրամաբանությունը հասունացել է։ Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2025 թվականի ընթացքում կատարած ձեր աշխատանքի համար, հաջողություններ մաղթել, շնորհավորել գալիք տոների առիթով, իհարկե մենք այս երկրորդ հատվածով էլի առիթներ կունենանք, իսկ մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալ